Այստեղ կգաք։ Խնդրանք եւ պահանջ բացեն այս ակումբը, որպեսզի աշխատեն այս 150 հոգին եւ հոգան իրանց հետագա անելիքները եւ հաճախորդներին մենք սպասարկենք ոնց որ սպասարկել ենք բարձր որակով միջազգային հաճախորդներ ունենք որ այս պայծրությամբ եկել են մի քանի Ամերիկայից ունենք հյուրեր դրսից եկած որ մեկ ամսով երկու ամսով եկել են փաթեթ են վերցրել որ պետք է իրանց օրերն անցկացնեն այս պայծրությամբ մարդիկ չգիտեն ինչ մարդկանց ավարտը արդեն լինում է գնում են հետ բայց մարդկանց չեն կարողանում սպասել Շատ լավ եթե բացվի այս կորչած օրերը կվերականգնվեն մեր հիմնական հաճախորդներին այո իհարկե օրերի խնդիր չի լինի կվերականգնեն կփորձենք սա կարգավորել որ բոլորը իրենց գոնե լավ զգան բայց ինչքան հնարավոր է շուտ ինչքան գնում է երկարում օրեր այնքան բարդանալու է մեր վիճակը եւ բոլորի վիճակը Ես մի ուրիշ հարց ունեմ օրենքի պաշտպանության տեսանկյունից հիմա եթե փորձեք նաեւ վիճարկել այս գործողությունները հաջողության չեք հասնի որտեղ եթե անգամ հարկ է օրինակ թաքցվել ապա դա ենթադրում է որ պիտի ամբողջությամբ փակվի կամ ինչ պիտի անեիք ինչ խախտում պիտի անեիք որ սա փակվեր նկատի ունեմ լողավազանի հետ կապված ինչ խախտումներ պիտի անեիք մնացած ասենք ինչ սարքավորումներ պիտի լինեին որոնք կարող էին օրինակ վնասել ինչ որ հաճախորդի եւ այլ այցելուի ինչ պիտի անեիք դուք որպեսզի օրենքի շրջանակում ձեզ այսպես փակեն պարզապես դռները ամբողջությամբ փակեն նույնիսկ հիմա գործողություն էլ չեն անում այստեղ նման բան գույցի չունի որ հաճախորդի կամ ինչ-որ մի աշխատակցի վնասի նման գործողություն Չէ ես նկատում եմ չափորոշիչները կան չէ դուք ինչ պիտի անեք որ փակվի ուղղակի Չգիտեմ այդ արդեն օրենք սահմաններում ինչ դեպք պետք է լինի որ բոլոր դռները կապարակնքեն նման չգիտեմ ինչ որ մարդասպանություն պետք է լինի կամ չգիտեմ ինչ գնդակահարություն պետք է լինի ներսում որ մարդկանց չգիտեմ կամ չգիտեմ ջուրը վնասակար լինի ուրեմն Հայաստանի Հանրապետությունում այն ագրեգատները որը որ մեր հիմնարկը ունի ոչ մեկ չունի Չէ ես չեմ ասում որ ջուրը վնասվի էսը չէ որ դրա համար ընդհանրապես փակվի նման չափորոշիչ որ մենք խախտել ենք ու արժանացել ենք սրան չկա նման բան եթե նույնիսկ հարկ էր նույնիսկ հարկի դեպքում նման խնդիր չէր կարա լինել Այս եմ ասում Ձեր փաստաբանները, իրավաբանները դա է ձեզ փոխանցելա, որ անգամ նման դեպքում չեն կարող համալիրը փակել։ Առանց փաստաբաններ դա արդեն տեսանելի է, մենք էլ որոշակի չափով հասկանում ենք այդ ամեն ինչը, հասարակ կետեր գոյություն ունի նման բան Եվ դրա շրջանակում եք չէ՞ Փաշինյանը իշխանությանը եղել է այսպիսի մեծածավալ գործողություն, եղել են օրեր որ կապարակնքեն հետո բացվել ինչ-որ գործողություններ ստուգել անելու Երբեք չի եղել է գործողություն, եթե եղել է լավ, մեկ օր իրանց քննությունը չխանգարելու համար արել են, նորից հաջորդ օրը ակումբը բացել է։ Այս քննության ելքը վերջին չէ եղել, քրեական վարույթ եղել, թե ոչ իստուգողական աշխատանք։ Նման կերպ արվել են, պարզվել է որ սխալ է, դատարանով մենք շահել ենք, նորից ակումբը աշխատել է։ Պարոն Փիրոյան, չեք պատրաստվում իրավական ճանապարհով, օրինակ դատական հայց ներկայացնեք այսքան աշխատակիցների խախտված իրավունքները վերականգնելու հաճախորդների, այսինքն գնաք իրավական ճանապարհով պայքարեք։ Իհարկե, եթե այս ամեն ինչը sense անօրեն մնաց անորոշ վիճակում, մենք ուրիշ ելք չունենք։ Դա բայց ենթադրում է պարոն Փիրոյան, երկար process է, հայցադիպում ներկայացնել մակագրվի դատավորին, ինչ որ տևական ամիսներ են պահանջում, այդտեղ պահանջը հրատապ է։ Իսկ մինչև քննությունը միջանկյալ միջոց չի կարա կիրառվի ուրիշ տարբերակ չունենք, չի կարող ակումբը ուղղակի երկար ժամանակ փակ մնալ։ Մենք լուրջ խնդիրներ ենք, հետո դուրս կգա որ էլ ակումբը չի կարող իր հետագա գործողություն շարունակի։ Շատ շնորհակալ եմ։